Սեփանակ են գլեր, են կուտիլին խաղում վրան։ Հա, հիշում, տվել ես հիշում։ Հա, մամա, կշտումս ենք էտ անկարժանան ստոն։ Հիմա երեխաները հիշում են այդ ամեն ինչը։ Ձայներ ա լսում, կամ մուլտիկից ա ձայներ լսում, մամա էս են ձայներն ա հրազենի, արկերի եւ այլն ձայների հետ միշտ համեմատում ա, ու ես Աստծուն փառք եմ տալիս, որ բոլորը այդքան ուժեղ գտնվեցին։ Կոնկրետ ես Մարիան թողնում էի փոքր երեխա քնած տղաների հետ, գնում էի հացի հերթի կամ պոստերում եմ։ Ես պիտի թողնեի իրեն քնած գնայի, ոնց կամ հացը չպիտի բերեի, կամ էլ պիտի չթողնեի երեխային։ Գիշերվա 4-ին էի գնում, 3-ին էի գնում, 2 ժամ հերթ, միջև հերթ էի բռնում, նորից գալիս էի մի հատ նայում, նորից վազքով փուրը։ Մայրիկներով այդպես կազմակերպված դժվարին բլոկադան հաղթահարեցինք, բայց արդյունքը եղավ նորից 23 թվականի պատերազմը։ Սեպտեմբերի 27-ին հասանք Բաղրամյան, մի քանի օրից Հացիկի կենտրոնից Էման եկավ մեզ այցի, բոլոր ծառայություններին ծանոթացրեց Էման ու այդպես Մարիային գրանցեցի։ Սկզբնական շրջանում ուներ որոշակի դժվարություններ հարմարման, բայց դա բնական է, հաշվի առնելով այն մարտահրավերները, որոնց երեխան բախվել էր այդ ընթացքում, բայց ծնողները շատ աջակցող էին, շատ խթանում էին իր ինքնուրույնությունը, իսկ մենք փորձում էինք իր համար ապահով միջավայր ստեղծել, զարգացնել իր տոկունությունը, որ կարողանար դիմակայել այդ փոփոխություններին։ Դե բնականաբար կար լեզվական բարիեր, Մարիան խոսում էր Արցախի բարբառով։ Դուրս էր գալիս բակ, արդեն մի տեսակ ինքը արցախցի երեխաներին ասում, մեզ նման են խոսում, մնացածին ռուսերեն են խոսում, կամ ինչ-որ մի բան չէր հասկանում, բայց հիմա ահագին ամեն ինչ հասկանում է, շփվում է, այդ շփումը, որ հեշտացավ, երեխայի լեզվի զարգացման գործում մեծ դեր ունեցավ։ Ու քիչ-քիչ եւ մենք սովորեցինք, եւ ինքը սկսեց արդեն գրական հայերենով շատ խոսել ավելի։ Ինչ խաղեր ես սիրում խաղալ։ Են ուղանգուն երանգուն քարակուսի շրջանը խաղալտներ ունեն, այդ դրանից շատ տիկնիկներ ունեն։ Իմ կարծիքով ամենակարևոր բանը, որ կենտրոնը տվել է Մարիային, դա ապահովության զգացումն է, կայունությունը եւ հուզական աջակցությունը։ Հացիկի կենտրոնում, երբ որ տեղեկացրին, որ Միասնիկյանի մոտ էլի կենտրոն կլինի երեխայի զարգացման, առաջարկեցին, քանի որ ավելի մոտիկ է ձեր գյուղին, կարող եք երեխային այնտեղ տանել։ Առաջին օրը եկավ, ոգևորված, շատ հեշտ այդ անցումը կատարվեց իր մոտ, չէր զգացել, որ արցախցի են աշխատողները, հոգեբանները, ում հետ պետքա գրականով է շփվում, ում հետ մեր բարբառը կհասկանա, այդ լեզվով է շփվում։ Այս տարածաշրջանում Յուրեջանի երեխայի եւ ընտանիքի կենտրոնը միակն է, որտեղ կարողանում են եւ գիտելիք ստանալ եւ իրար հասկանալ։ Շատ լավ կլինի, որ նման կենտրոններ շատ լինեն, որովհետեւ խելացի սերունդը մեր հայրենիքի հզոր ուժը կդառնա։